Բարի օր, եթե ձեռքի տակ ունեք հավի բդիկներ եւ չգիտեք ինչպես այն պատրաստել, հետևեք մեզ։ Այսօր պատրաստում ենք հավի բդիկներ, իբրև խավարդ մատուցելու ենք պաստան եւ ամենակարևորը այս բաղադրատոմսում սոուսն է, որը հրաշալի համադրվում է թե հավի բդիկների հետ եւ թե պաստայի։ Նրանց միացնում է եւ հրաշալի մի կերակուր է ստացվում։ Ասեմ ինչ է հարկավոր կերակուրը պատրաստելու համար։ Հավի բդիկներ, ռոկֆոր պանիր, մաղադանոս, պաստա, կարագ, սխտոր, սալորաչիր, կարմիր գինի, շաքարավազ, քացախ, սպիտակ գինի, բահար, մեխակ, աղացացև պղպեղ աղ եւ ձիթայուղ։ Հավի բդիկները մարինացնելու ենք, ինչպես ասեմ։ Վերցնում ենք հավանգը։ Սիրելի տախտակը իսկույն հայտնվում է սեղանին, սխտորի մեծ մասը, այսպես մեծ մասը վերցնում ենք, այս փոքր մասը թողնում ենք սոուսի համար։ Կտրատում ենք և տրորում, որպեսզի հեշտ լինի տրորելը սխտորը, հարկավոր է մի փոքր աղ անել, որպեսզի չսահի համանի մեջ։ Լավ տրորելուց հետո ավելացնում ենք աղացած սև պղպեղ, ձիթայուղ, ավելացնում ենք նաև քացախը, խնձորի, չէ, խաղող է, սեք մածուցիկ մարինատ ստացանք, այնուհետև վերցնում ենք ջեռոցի տապակը, մի փոքր բուսայուղ քսում, և հավի բդիկները օձելով մարինադով դնում տապակի մեջ։ Այնուհետև սրա վրա քաշում ենք սննդային թաղանթ, և թողնում ենք մի փոքր մարինացվի։ Այսպես հարմար է, հենց այստեղ մարինացվի հավի բդիկները, հենց նույն ջեռոցի տապակով էլ կդնենք ջեռոցը, թողում են այստեղ մարինացվի, հետո կվերադառնանք սրան։ Իսկ մենք շարունակենք
կարելի է արդեն պաստան խաշել։ Ջուրը արդեն եռում է, ավելացնում ենք մի փոքր աղ։ Եվ խաշում։ Թող խաշվի դու հետևիր պաստային։ Իսկ մենք պատրաստենք սոուսը միասին։ Սոուսի համար սոտեյնիկը հայտնվում է գազ օջախին։ Լցնում ենք կարմիր գինին, շաքարը բազան։ Թող տաքանա գինին, կտրատենք սալորաչիրը, որքան մանր կտրատենք, այնքան ավելի արագ կեփի այն։ Ստացվում է։ Հետևում եմ, բաց։ Եվ Հետևեմ, կապտի։ հետևիր, թող թափվի։ Գինին ափսոս է։ Լցնում ենք սալորաչիրը։ Այնուհետև վերցնում ենք թանձիվ։ Ինչ բան է թանձիվ։ Մարլա։ Այո, մարլա։ Այո, մարլա։ Լցնում ենք թանձիվի մեջ մեխակը եւ բահարը։ Եվ կապում։ Կապելուց հետո սա գցում ենք գինու մեջ։ Սա անում ենք, որպեսզի հեշտությամբ կարողանանք հետո հանել այս համեմունքները գինու միջից։ Ճիշտ ժամանակն է հավիկին ուղարկել ջեռոցը։ Հեռացնում ենք սննդային թաղանթը եւ ուղարկում ջեռոցը։ Ջեռոցը միացնում ենք 200 աստիճան եւ թողնում ենք մոտ 45 րոպե։ Գինին արդեն կարելի է կրակից վերցնել։ Հանում ենք թանձիվով համեմունքները եւ սա ծածկում։ Պատրաստենք նաև երկրորդ սոուսը։ Երկրորդ սոուսի համար հարկավոր է ռոկֆոր պանիրը քերել։ Այսքանը բավական է։ Հատկից։ Ուշացա։ Քեչով անցկացնում ենք նաև սխտորը։ Մի փոքր կարակ։
ժամանակը, հետո մեզ պետք է։ Սա տրորում ենք իրար հետ, ավելացնում ենք սպիտակ գինին, և մանր կտրատած մաղադամս։ Տերևների մասը կվերցնենք, ցողունը թող մնա, ապուր կպատրաստենք հետո, շատ մանր կտրատում ենք։ Շարունակում ենք լավ տրորել են։ Համեմում ենք սև պղպեղով։ Շուտվանից չէիր օգտագործել։ Գործիքը։ Այո։ Հարևանի տանն էր։ Այն որ հայտնաբերեցի։ Տեսնենք աղը։ Եթե աղը լավ է, կարելի աղջան, եթե անհրաժեշտություն կա։ Մի փոքր։ Շատ քիչ։ Եվ վերջ, թող մնա սոսը։ Պաստեր մնացանք 1 և 2 սոս։ Սա հարկավոր է տրորել։ Սալորաչիրը։ Որպեսզի հյութը դուրս տա։ Սա գիտես ինչ սոուս էր։ Շատ լավ սոուս։ Բացի նրանից, որ շատ լավ սոուս էր, մենք սա արել ենք նրա համար, որպեսզի հավի բդիկներին վերջին 10 րոպեի ընթացքում քսել վրան։ Քսում ենք և թողնում ենք ևս 10 րոպե բդիկները, որից հետո կհանենք։ Սա թող մնա այսպես վրձնով, իսկ հիմա տեսնենք։ Մոռացել ենք պաստան։ Տեսնենք ինչ է կատարվում պաստայի հետ։ Փրկեցինք։ Հերձումը ցույց կտա։ Լցնում ենք ետ և վրան լցնում մնացած կարակը։ Գցում ենք և լավ խառնում։ Ինչ կարակը հալվում է, մի փոքր պղպեղ անել է։ Փորձիր։ Փորձիր տես, պաստան ինչ վիճակում է։
Al dente։ Al dente, այո։ Այդ է ուզում ասել, al dente։ Կարամ մի հատ է փորձեմ։ Կարաս, կարող ես, թե ուզում ես, Կարամ։ վերցրու, ծածկում ենք, որպեսզի տաք մնա։ Ծածկենք, ոչ սառի, ժեռոցը և հենց այս սոսն կսում ենք վրան։ Կարելի ասել ոչ թե կսում ենք, այլ դնում ենք վրան սոսը։ Եվ վերադարձնենք ետ ժեռոցը։ Թողնելու ենք ևս 10 րոպե, 15 րոպե թողնենք և հանենք։ Նույն ջերմաստիճան։ Եվ վերջապես տեսնենք, թե ինչով ենք այն մատուցելու։ Ինչով ենք մատուցելու։ Լսնենք խավարտը, տեսնում ես խավարտը դեռ տակ է։ Եվ հավի բուդիկները մնացին, հավի բուդիկները, սա վերցրուք էր։ Ես ինչ է։ Բուդիկներ, բուդիկներ։ Եվ սոսը։ Կարելի է մատուցել, խնդրեմ։ Սոուսով հավի բութ։ Հավի բութ կամ բդիկ 3 հատ, սխտոր 1-2 պճեղ, սալորաչիր մոտ 50 գրամ, կարմիր գինի 100 մլ, խնձորի կամ խաղողի քացախ 1 ճաշի գթալ։ Եթե խաղողի եք վերցնում, մի քիչ ավելի պակաս, այն ավելի բարձր թթվայնություն ունի։ Ձիթայուղ, շաքարավազ 1 թեյի գթալ, մեխակ 2 հատիկ, բահար 2 հատ, աղ, սև պղպեղ, պանիր ռոկֆոր մոտ 100-120 գրամ, մաղադանոս փոքրիկ փունջ 1-2 թուփ է դա, կարակ 20 գրամ, սպիտակ գինի 2 ճաշի գթալ և ցանկացած տեսակի մակարոն, մենք վերցրել ենք ֆուզիլի։ Պատրաստման եղանակը՝ 1 պճեղ սխտորը տրորել, աղ, սև պղպեղ, քացախ և ձիթայուղ ավելացնել, լավ խառնել, ջեռոցի տապակը յուղել, հավի բդերը օծել պատրաստած մարինադով, դնել տապակի մեջ, վրան սննդային թաղանթ քաշել և թողնել 10 րոպե մարինացվեն։ Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը եփել, պետք է եփել al dente։ Սոտեյնիկի մեջ լցնել կարմիր գինին, շաքարավազը, սալորաչիրը, թանզիֆի մեջ կապած մեխակն ու բահարը, եփել 3-5 րոպե։ Հավի կտորների վրայից վերցնել թաղանթը,
Տապակով տեղափոխել տաք ջեռոցը 200 աստիճան ջերմությամբ եփել 35-40 րոպե։ Սոուսից հանել մեխակն ու բահարը, զանգվածը տրորել։ Պանրով սոուս պատրաստելու համար մանր քերել պանիրը, ավելացնել փոքրիկ պճեղ կամ կես պճեղ սխտորը, որը հարկավոր է աղով ու սև պղպեղով տրորել։ Ավելացնել նաև փափուկ կարագը, սպիտակ գինին, մանր կտրտած մաղադանոսը, լավ տրորել, որպեսզի համասեր զանգված ստացվի։ Մակարոնը ջրքամել, դնել մնացած կարագը, սև պղպեղ շաղտալ։ Հավի վրա սալորաչիրով սոուս լցնել, կրկին վերադարձնել ջեռոցը, թողնել ևս 10 րոպե, մինչև նոր վրան դրված սոուսը թեթևակի չորանա։ Հավը մատուցել մակարոնով և պանրի սոուսով։ Եվ վերջում շատ արագ պատրաստող աղցանների ցանկից առաջարկում ևս մեկը, ասեմ ինչ է հարկավոր։ Մարոլի տերևներ, թարմ նանաս, սպանախ թարմ, լոլիկ, սող, բալզամիկ հացախ, աղ, աղացած պղպեղ, ձիթայուղ և ձիթապտուղ։ Ձիթապտուղը թող ջրքամվի։ Վերցրել ենք արդեն անկորից կտրտածը, որպեսզի ժամանակ չկորցնենք, արագ պատրաստող աղցանների ցանկից եմ։ Կիսավարկներով կտրատում ենք սոխը։ Լցնում ենք սիրելի ամենի մեջ։ Տրորում աղով։ Այսպես սոխը արդեն ավելի նուրբ է դառնում և կորցնում է կծվությունը։ Թող մնա մարինացվի։ Շարունակենք, սկսենք կանաչիներից սպանախը, նանան, շատ մանր կտրատում ենք։ Կարելի է լցնել արդեն ձիթապտուղը։ Հեռացնում ենք լոլիկի պտղակոթը։ Սա էլ մանր կտրատում ենք։ Մնաց պատրաստել սոուսը։ Սոուսը շատ հեշտ է։ Լցնում ենք բալզամիկ քացախ, հավեմ ենք աղացած սև պղպեղով և ձիթայուղ։ Մի փոքր էլ աղ։ Լավ խառնելուց հետո լցնում ենք վրան։ Մնաց այս ամենը տեղավորել մատուցվող ամանի մեջ։ Վերցնում ենք մատուցվող ամանը, շերտատում ենք մարոլի տերևները։ Եվ լցնում աղցանը։ Օգտակար և շատ արագ աղցան։ Խնդրեմ։ Դու ժամանակ պահել էր։ Պահել։ Քանի րոպե։ 4։ Խնդրեմ։ Վայելեք։ Աղցան։
սպանախ փոքրիկ փունջ, մարոլ 5-6 տերև, նանա փոքր փունջ, ձիթապտուղ մի բուռ, ձիթայուղ, սոխ 1 գլուխ, լոլիկ 1 հատ, բալզամիկ քացախ, կես թեյի գթալ, աղ, սև պղպեղ։ Պատրաստման եղանակը. սոխը կտրտել կիսաօղակների, վրան աղ անել, տրորել, սպանախն ու նանան մանր կտրտել, լցնել թասի մեջ, սոխի վրա, ավելացնել ձիթայուղը, լոլիկը մանր կտրտել, նույնպես լցնել թասի մեջ, սոուս պատրաստել բալզամիկ քացախով, ձիթայուղով, համեմել աղ ու պղպեղով, խառնել, լցնել աղցանի վրա, մարոլի տերևները շերտատել, լցնել մատուցվող ափսեի մեջ, ավելացնել աղցանը, կարելի է մատուցել։ Այսօր այսքանը եւ հատուկ նրանց համար, որ քեզ սիրում ես ու գարում ես պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի լյարդ, ալյուր, կաթ, շաքարավազ, ձուբուսա յուղ, թթվասեր սոխ, կարագ, պանիր եւ բարձր տրամադրություն։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։